քո այսօրվա լավ ապրելը միայն օգուտ է քո ժառանգին։ Ես մեկ իմ ծնողներն եմ ասում, որ ես իմ դաստիարակությունը ավելի շատ վերցրել եմ պապիկիցս, պես չեմ ասում տատիկիցս, պապիկիցս, որովհետև մենք երրորդ դասարանից պապիկս այն վաղ տանասուներ ունեինք։ Դպրոցից գալիս էինք, հաց ուտում էինք, գրքերը վերցնում էինք ու պապիկի հետ գնում էինք դաշտ տանասուն պայելու։ Այսինքն ես այսօր ինչը կիրառում եմ իմ կյանքում, պապիկիս խորհուրդն է։ Չգիտեմ, արդեն բանը չծխել, ասենք այդ մարդը չէր ծխում ու ամեն չչափազանցնեմ ամեն հաց ուտելուց ամեն հաց ուտելուց ասում էր չծխեք։ Ինքը շատ ես միշտ ասում եմ այնքան եմ բպարդանում, որ ասում եմ ես փառք Աստծո մի ամեն ինչ ունեմ, մի բան եմ երազում, որ իմ տղաս պապիկից պես հարգված մարդ լինի։ Պապիկս իմ համար ամենահամար առաջին ուսուցիչն է։ Ես իմ ծնողներից որ ասում եմ Աստծուց այնքան գոհ եմ, որ այդպեսի ծնողներ ունեմ, բայց եւ այնպես իմ պապիկս, ասում եմ իմ այն գիտակից տարիք կա, չէ՞ որ երեխան 12-13 տարեկանից մինչև 17 տարեկան փնտրտուքի մեջ է։ Ում նմանվի, ինչ դառնա, ինչ վերցնի։ Ես այդ տարիքը պապիկից եմ վերցրել։ Ու ես դժգոհ չեմ, դրա համար ասում եմ, ես հիմի փառք Աստծո ամեն ինչ ունեմ, ես ինձ համարում եմ այն որ ասում ամենահարուստ մարդ, կարող է ինձնից հարուստ մենակ այն մարդիկ են, որ տատիկ ու պապիկ ունեն։ Ես հիմի չունեմ, բայց ունեցել եմ ամենալավ տատիկն ու պապիկը։ Հիմի փառք Աստծո քույրիկ ունեմ, եղբայր ունեմ, երեխեք ունեմ, ամեն ինչ, հորքուր, 7 մորքուր ունեմ։ Ես գտնում եմ որ դրա մեջ է հարստությունը։ Նյութականը իմ համար ոչինչ է։ Հա, բոլորս էլ աշխատում ենք, ստեղծում ենք նյութականը, բայց եթե վազես նյութականը հետևից, շատ բան ավելի շատ ես կորցնում, քան թե Արմատներով դեպի ապագա։